Սկսենք հարգելի գործընկերներ։ Կարող է։ Մի քանի շեշտադրում ներկայացնեմ ձեր թույլտվությամբ։ Երեք մենք կարելի ասել ունեցանք մի իրավիճակ, որը Հայաստանի Հանրապետությունում ես երբևէ չէի տեսել։ Այսինքն իրավիճակ, երբ այլևս կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրում է, որ падգամավորի թեկնածուն այլևս ունի падգամավորի կարգավիճակ եւ դրա պայմաններում անկախ այդ հանգամանքից իրականացնում է քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու միջնորդության քննություն։ Մենք նման դեպք նախկինում չենք ունեցել։ Մի հետաքրքիր հանգամանք բացահայտեմ ձեզ 2021 թվականին հուլիս ամսին Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից, երբ արդեն Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակվել էր, ներկայացվել էր միջնորդություն քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու, ինչպես նաև անձի ազատության սահմանափակման վերաբերյալ, խոսքը վերաբերում էր այդ ժամանակ այլևս կրկին ոչ թե падգամավորի թեկնածու, այլ փաստացի падգամավորի կարգավիճակը ունեցող պարոն Իշխան Զաքարյանին, կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված միջնորդությունը վերադարձրել էր։ Ճիշտ այնպես, ինչպես 2026 թվականի հուլիս ամսին վերադարձրեց կենտրոնական ընտրական հանձնաժողովը Նարեկ Կարապետյանին վերաբերող միջնորդության քննության այս գործընթացը։ Ինչ տեղի ունեցավ հաջորդիվ դատախազությունը այլևս 2021 թվականին Իշխան Զաքարյանի վերաբերյալ միջնորդություն չէր ներկայացրել։ 2026 թվականին իրավիճակը այլ է։ Նույն դատախազությունն է, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերադարձնելու մասին որոշմանը հաջորդած ժամանակահատվածում կրկին ներկայացնում է միջնորդությունը։ Շատ կարևոր հանգամանք եմ ուզում նշել։ Միջնորդությունը նորից ներկայացվել է հուլիսի 13-ին։ Միջնորդության բովանդակությունից ակնհայտ է, որ կարծես դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարգավիճակը որոշակի իմաստով շփոթել է վարչական դատարանի կամ վերաքննիչ վարչական դատարանի հետ, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովի նույն միջնորդությունը ներկայացնելով ակնկալում են, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզապես իր դիրքորոշումը պետք է փոխի։ Իդեպ այդպես էլ եղավ, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ թե պարզապես հենց այդ պահին առանց բովանդակային քննության վերադարձրեց, այլ սկսեց քննություն իրականացնել։ Այս ամենը ինչ է, հարգելի գործընկերներ։ Սա քաղաքական աբսուրդ է, սա քաղաքական հետապնդում է, սա քաղաքական թատրոն է ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի գործունեությանը միջամտելուն, ազգային ժողովում իր գործունեությանը միջամտելուն եւ ժամանակագրությունն էլ եթե գնահատեք, այսինքն նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը մի քանի շաբաթ առաջ ուներ լրիվ այլ դիրքորոշում, այսօր ունի այլ դիրքորոշում եւ դրան նախորդել էր կարծես Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեության ակտիվացումը։ Վարդանյան մի ճշգրտում էլի զուտ ինձ համար որ բարձ լինի, նայեք, մի կողմից Վահագն Հովակիմյանը հայտարարում է, որ այս պահին իր տիրույթում է քննության, ԿՀ-ի տիրույթում է հարցի քննությունը եւ որ միայն մանդատների ամբողջ լիազորությունը կստանձնեն օգոստոսի 2-ին։ Բայց մյուս կողմից տեսնում ենք, որ Ռուբեն Ռուբինյանը օրինակ մարդ է ազատում իր կարգադրությամբ։ Ոնց է ստացվում, որ նույն իրավիճակում մեկը արդեն անցել է գործունեության, մյուսին փաստացի թույլ չեն տալիս ծավալել լիազորությունները։ Ես կարող եմ այլ մի օրինակ էլ բերել, որ այդ ինչպես է ստացվում, որ նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի քանի շաբաթ առաջ պաշտոնապես հայտնում է, որ իրենց տիրույթում այլևս այս հարցերը չեն գտնվում, այլ գտնվելու են այլ մարմնի, դա իհարկե ազգային ժողովն է, բայց մի քանի օր անց կամ մի քանի շաբաթ անց հենց իրենք իսկ իրենց դիրքորոշումը փոխում են։ Իդեպ կարծես կենտրոնական ընտրական հանձնաժողովը հենց ինքը իրեն վերաքննության կարգով բողոքարկում ոնց որ իրականացնի։ Հովակիմյանի ասացից ես հասկացա, որ ինչ-որ մի կարճ շրջան փաստացի իրենց դեպքում չի գործում։ Այսինքն մինչև Սահմանադրական դատարանի որոշման պահը, հա, որոշման պահը իրենց տիրույթում գտնվել դրանից հետո, չէ, հիմա նորից իրենց տիրույթն է։ Ես պետք եմ ընկալում Վահագն Հովակիմյանի մեկնաբանությունը եւ այս ամենը падգամավորի կամ թեկնածուի անձեռնունկելիության ինստիտուտի նպատակի համատեղ ստորագրական այդ Ես այդ կարճ շրջանում
պատգամավորի տեխնատուն կամ ընտրված պատգամավորը անկախության երաշխիքներ։ Ես վստահ եմ նաև հաշվի առնելով, որ դուք իրավական բնույթի բազմաթիվ վեճեր եւ հարցեր ներկայացնող գործունեություն իրականացնող լրագրող եք, դուք հենց նաև ձեր հարցադրման բովանդակությունից դուք եւս նկատում եք, որ սա կամ իրավական ժխտողականության կամ իրավական աբսուրդի տիրույթ է։ Այն, որ Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացվող դիրքորոշումների մեկնաբանության կարողությունը ես չունեմ, կարծում եմ նաև շատ մեր այլ հայրենակիցներ եւս չունեն։ Մասնագիտությամբ շատ իրավաբաններ ընդհանրապես չեն էլ կարող ունենալ, որովհետև դա իրավաբանություն չէ, այնինչ խոսում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ Մի պարզ վարժությամբ փորձենք բացահայտել ինչ է ինքը ասում։ Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի որոշմանը հաջորդող ժամանակահատվածում մինչև հուլիսի 21-ը անձինք, որոնք ընտրված պատգամավորներ են այլևս, չէ՞ որ արդեն ԿԸՀ մանդատի բաշխման կարգ է սահմանում, քանակ է հրապարակում, չէ՞ մանդատների, այդ ընթացքում անձինք ոչ մի անձեռնմխելիության օժտվածություն չեն ունենում։ Ոչ մի։ Այսինքն անձը, որը մինչև այդ որոշումը պարզապես պատգամավորի թեկնածու էր եւ օրինակ որևէ հնարավորություն չուներ ազգային ժողովում ներկայացված լինելու, պետք է այդ հաջորդող ժամանակահատվածում չունենա պաշտպանություն, ինչպես հաղթահարած այդ շեմը ուժերի ներկայացուցիչները։ Այսինքն մի երկու շաբաթ մարդը, որը արդեն գիտեն բոլորը, որ կարող է դառնալ պատգամավոր, բացառությամբ եթե ինքնաբացարկի դիմում ներկայացնի, որևէ պաշտպանություն պետքա չունենա։ Հետո մեկ է, հետո այո, իրենց տրամաբանությունը դա է, ոչ թե կարող էին, ասում էին մենք ընդհանրապես էլ առնչություն չունեին գործընթացի հետ։ Այսինքն աբսուրդից դեպի աբսուրդ են գնում։ Իրենք ասում են, որ իրավասություն չեն ունել։ Եթե այն ժամանակ չունեին, հիմա էլ չունեն։ Ինչպես միացան։ Միգուցե կար ակնկալիք, որ պարոն Կարապետյանը հրաժարվել է։ Ես կարծում եմ նաև ոչ միայն ակնկալիք, այլ իրենք մինչ օրս էլ իրենց գործողություններով, թե իրավապահ մարմինները, որոշ իրավապահ մարմինները, թե կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իրենց գործողություններում հստակ միտում կա, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ազգային ժողովում ներկայացած չլինի։ Հիմա եկեք անկեղծ լինենք, հարգելի գործընկերներ։ Մինչև օգոստոսի 2-ը ազգային ժողովում ներկայացվածություն ունեցող ուժերը ինչ պետք է չէ իրականացնել կազմակերպչական բնույթի, խմբակցության կազմավորման բնույթի աշխատանքներ եւ նախապատրաստական աշխատանքներ։ Ի վերջո դա իրենից ենթադրում է կոնկրետ ազգային ժողովի առաջին նստաշրջանի նիստերի իրականացում։ Հիմա իրենք ինչ են ասում, ոնց են փորձում մեկնաբանել։ Ասում են, գիտեք, այդ մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց տանենք կալանավորենք, բայց օգոստոսի 2-ին պետք է դուրս գա։ Հենց այս աբսուրդը բացառելու համար Սահմանադրական դատարանը դեռևս 2021 թվականի դեկտեմբեր ամսին 16-19 որոշմամբ ուղիղ արձանագրել էր, որ այն անձը, ով պատգամավորի կարգավիճակ է ստանում, չի կարող լինել ազատազրկման պայմաններում։ Իր ազատությունը չի կարող սահմանափակվել։ Մեկ բացառություն կա ազգային ժողովի համաձայնությամբ, ինչպես այդ գործընթացը քանիցս տեսել եք։ Հիմա կենտրոնական ընտրական հանձնաժողովը դատախազությունը վստահ եմ հետագայում մի քանի ժամ անց քննչական մարմինը պետք է փորձեն սահմանադրական դատարանի որոշումը խախտելուն ուղղված գործողություն կատարել։ Բայց կանխավարկածը ո՞րն է, չէ՞։ Օրինակ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախ սահմանադրական մարմին է, որը պետք է երևի կաշկանդված լինի ոչ թե դատախազության ցանկություններով, այլ սահմանադրական դատարանի որոշմամբ, բայց իրավիճակը այլ է։ Բայց մինչև օգոստոսի եթե օրինակ հիմա անձեռնություն։ Ես կարող եմ հստակ ասել, որ իրենց պատկերացումը շատերի իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասին է խոսքը, որ պատգամավորի կարգավիճակ եւ պատգամավորի կողմից լիազորությունների ստանձնումը դրանք նույնական են։ Հետևաբար սահմանադրական դատարանի որոշման ուժով օգոստոսի 2-ին անձը չի կարող լինել անազատության մեջ, ելնելով նրանց, որ պատգամավոր է եւ լիազորություն է ստանձնել։ Սահմանադրական դատարանը, որը պետք է լինի հենց այն մարմինը, որ այս հարցերին պատասխանող է, օգտագործել է ոչ թե լիազորությունների ստանձնում, այլ պատգամավորի կարգավիճակ եզրույթը։ Սա ինչ է նշանակում, որ այստեղ այնինչ կատարվում է երեկվանից Նարեկ Կարապետյանի նկատմամբ, Դավիթ Ղազինյանի նկատմամբ, Հայկ Սուքիասյանի նկատմամբ, դրանք բոլորը իրավաբանությունից դուրս են, դրանք բոլորը իրավունքից դուրս են, օրենքից դուրս են, ողջ համատությունից դուրս են, բայց ավարտ ունենալու վստահ։ Արդյոք նպատակը առանցքային վստահեցնում է, որ ինքը կազմակերպել է Հայաստանի
ազատ եւ անկախ ընտրությունները։ Հնարավորություն, որ ունենաք, մի հատ իրեն առաջարկեք, թող բոլոր դեպքերում Սահմանադրական դատարանի որոշումը կարդա։ Որտեղ այնտեղ Սահմանադրական դատարանի որոշումը լրիվ ուրիշ բաներ ասում, իդեպ նաև հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովին էլ խիստ քննադատում է։ Երևի այդ մասը չի տեսել, եւ մեկ էլ երևի թե վարչական դատարանի դատական ակտն էլ թող կարդան, անկախ նրանից որ Սահմանադրական դատարանը չունեցավ այդ կարողությունը այդ հարցին դիրքորոշում նույնիսկ հայտնելու, ըստ որի Հայաստանի Հանրապետությունում կոնկրետ ընտրատեղամասում պետք է իրականացվեր վերաքվեարկություն, ելնելով այն հանգամանքից, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը վերաբերող այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել, էական ազդեցություն են ունեցել ընտրությունների վերջնական արդյունքների վրա։ Հետևաբար եկեք իսկապես կենտրոնական դրական հանձնաժողովին առաջարկեք կարդալ Սահմանադրական դատարանի եւ վարչական դատարանի դատական ակտը։ Պարոն Վարդևանյան, հիմա դուք 21-ի օրինակով եք ներկայացնում դատախազության եւ հեգործողությունները։ Ըստ էության 3 Վահագն Հովակիմյանը օրենսգրքին էր ընտրական հոկոմանում 90-րդ հոդվածի, որ տրված պատգամավորի հետ կապված գործողությունները իրենց տիրույթում են։ Այստեղ այս օրենքի այս կարգավորման ու Սահմանադրական դատարանի 21-ի դեկտեմբերի որոշման միջև հակասություն կա, թե այսինքն այս իրավիճակում այդ դեպքում ԿՀ-ն ինչ պետք է անի, պետք է մերժել այս միջնորդության քննությունը։ Այս ձեր հարցին պատասխանը տվել է հենց ինքը կենտրոնական ընտրական հանձնաժողովը այն նիստի ընթացքում, որից որևէ մեկին ձեզանից չէին հրավիրել, մեզ էլ չէին հրավիրել։ Պատկերացրեք, այսինքն քննարկում էր Նարեկ Կարապետյանին վերաբերող միջնորդություն եւ մեր այլ գործընկերների, որը կենտրոնական ընտրական հանձնաժողովը միատոն ձայնով հանգիստ հայտնում էր, որ դրանք բոլորը վերադարձվում են։ Հիմա նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ ինչ փոխվեց, ինչ եղավ։ Հասկանում եք, որովհետև ես բացարձակապես, այսինքն իրավունքի ողջամտության սահման բացարձակ։ Ես իդեպ այս հանգամանքը եկեք բացահայտեմ։ Դատախազության միջնորդությունը, որը քննարկվում է 3 եւ այսօր էլ կշարունակվի, նույնն է ինչ եղել է մի քանի շաբաթ առաջ։ Հիմա կներեք, մի քանի շաբաթ առաջ փոքրիկ այս իրավական ողջամտություն, հա, փորձենք բացահայտել։ Ուրեմն դատախազությունը հուլիս ամսից ասում է, որ շատ կարևոր է, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ հետապնդում հայ իրացնի։ Բայց ստացվում է այսքան շաբաթ հետո իրանք էլի դեռ խոսում են ինտենսիվությունից, չեմ թաքցնի, նիստի ժամանակ հարց հնչեցրեց։ Ստացվում է հուլիսի 13-ին նախորդած ժամանակահատվածը կարծես հուլիսի 1-ն է եղել, երբ ներկայացրել էին կրկին միջնորդություն նույն բովանդակությամբ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ։ Ասում են, բայ ինչ եղավ է 12 օր։ Այդ չէր քանդվում երկիրը, գործը, քրեական վարույթը եւ այլն։ Հիմա էլ էլի հերիք չի, հուլիսի 13-ից հետո էլ եւս այսքան օր է անցել։ Բայց իրենք նույն տոնայնությամբ խոսում են ինտենսիվության մասին, քրեական վարույթի եւ այլն։ Քանոք սերտից եմ քննարկելու չէ։ Դատախազ օրինակ ներկայացնում է, որ վկայել որ Նարեկ Կարապետյանը փորձել է որ անօրինական բացարձակ այս դեպքում օրինակ ավելին ասեմ, հիմա շատ ճիշտ հարց եք տալի, այսինքն օրինակ Նարեկ Կարապետյանը իմանալով, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակայնորեն ներկայացնում է, որ իր վերաբերյալ դատախազությունը միջնորդություն է ներկայացրել եւ այլն, որը ԿՀ-ն վերադարձրել է, բայց դրանից չի նշանակում, չէ՞, իրավական տեսանկյունից, որ այդ վարույթը անհետանում է։ Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դարձել։ Որևէ մի նույնիսկ մեկնաբանման տիրույթում մի գործողություն չի արել, որ կարող էր անհանգստություն առաջացնել։ Չնայած դրան, նույն դատախազները, նույն տոնայնությամբ, նույն մտքերը արտահայտում են։ Ցավով եմ ասում, այս ամենը կրկին իրավաբանության հետ կապ չունի, Նարեկ Կարապետյանի նկատմամբ թիրախավորում է, քաղաքական հետապնդում է, իր քաղաքական գործունեությանը միջամտություն է։ Մի բան էլ ասեմ, Սահմանադրական դատարանը հենց այն որոշմամբ, որը փորձում է պարոն Հովակիմյանը երեկվանից ներկայացնել, գիտեք ինչ է ասում։ Ասում է, որ ընդհանրապես պատգամավորի թեկնածուն, անձեռնմխելիության հարցը երբ լսում եք, ԿՀ, մեկ հարցի պետք է փորձեք պատասխանել։ Կարող է քաղաքական հետապնդում անել։ Կարող է քաղաքական գործունեությանը միջամտելուն ուղղված այս ամենը։ Եվ երբ ես խնդրում եմ, որ ԿՀ-ն այդ հարցը տա, Սահմանադրական դատարանի 1644 որոշումն է 2022 թվականի Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա։ Իդեպ այդ որոշումը ընդունվել է իմ կողմից վկայակոչած որոշմանը կարճ ժամանակահատված անց 16-19 Սահմանադրական դատարանի որոշման եւ որոշակի իմաստով փոխ լրացնում է։ Իդեպ այդ որոշմամբ, որին հղում է տալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որևէ հնարավորություն պատգամավորի կարգավիճակը ունեցող անձին անձնական ազատությունը սահմանափակելու հարցը չի էլ տալիս։
Դա բացառապես արժեի տիրույթում պետք է լինի։ Ու իդեպ դատախազությանը կարող հարցնեք, եթե 10 օր էլ սպասեիք, եւ հետո ազգային ժողովում այս հարցը բարձրաձայնեիք, հենա արդեն 30 օր սպասում են։ 30 օր հաստատի սպասում են, բայց այս 10 օրը չեն սպասում, որովհետև այս ամենը իրավաբանության հետ կապ չունի, սա բացառապես իրավական ժխտողականության, նսեմացման, քաղաքական հետապնդման վատ երևույթներ են սրանք։ Սրա բացական հետևանքները վատն են շատ, բայց հաղթահար են։ Նպատակը որն է արդյոք ուղիղ Հայաստանին գլխատել է պարոն։ Հիմնավորվում է դիազորությունները չկանցնելով այս սովետական այստեղ կա որ դրանք գրեթե նույնն են, հա, երբ որ վկայական է ստանում որպեսզի պատգամավոր, իսկ Վագն Հովհաննիսյանը ասում է դրանք նույնն է։ Կներեք, ես շնորհակալ եմ, որ դուք ասում եք դա ես եմ ասում, բայց իրականում դա ես չեմ ասում, դա սահմանադրական դատարանն է ասում, որ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձին անձնական ազատությանը միջամտել չես կարող, այսինքն ազատազրկել չես կարող, կալանավորել չես կարող, հենց Վագն Հովհաննիսյանը ներողություն եմ խնդրում իհարկե, կարող է որոշ մեր հայրենակիցների համար իրավունքի մեկնաբանման աղբյուր նույնիսկ ինքը հանդիսանալ։ Սահմանադրական դատարանը չի ասում լիազորությունները ստանձնած, ասում է պատգամավորի կարգավիճակ ունեցող։ Պատկերացրեք, սահմանադրական դատարան, իդեպ սահմանադրական դատարանի որոշումը նույնիսկ Վագն Հովհաննիսյանի ցանկությունների Դատախազությունն ու կենտրոնական ընտրական հանձնաժողովը զուգահեռ ապօրինություն են դարձել։ Ձեր գնահատականը։ Չէ, դա ակնհայտ է։ Այսինքն ես ուզում եմ պարզապես ձեզ այն յուրաքանչյուրը մեկ հարց տա։ Նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովի, նույն անդամներն են հանձնաժողովի, մի քանի շաբաթ առաջ ասում են մենք վերադարձնում, մենք այլևս անելիք չունենք այս հարցին։ Կգնաք հետագայում ազգային ժողով կամ պայմանական եթե անձը չի էլ հանդիսանալու պատգամավոր, դեռ սահմանափակում չկա է, այսինքն ԿԸՀ դիմելու անհրաժեշտություն չկա։ Այս հիմքով ԿԸՀ-ն վերադարձրել է մի քանի շաբաթ առաջ։ Հիմա նույն ԿԸՀ-ն ասում է չէ, մի վարքյան, մենք անելիք ունենք։ Ներման փոփոխությունները որպես կանոն ինչի մասին են հուշում։ Կարելի մի քիչ Քիչ ուրիշ երևույթների։ Երբ որ մերժեց դատախազությունը դրանից հետո ինչ գործողություններ արել, Շատ հետաքրքիր հարց եք տալի։ Առաջադրել, ներկայացրել հենց Պատկերացրեք, միջնորդություններ բերեց դատախազությունը, դրանից հետո այդ միջնորդությունը ամբողջ ծավալով մեր գործընկերները, որոնք Word-ից օգտվում են, կհաստատեն, այսինքն copy են արել դա, այնուհետև paste են արել։ Կներեք արտասահմանյան տերմինի համար եւ նույնությամբ բերել են։ Այսինքն դատախազությունը ոչ թե բողոքարկել է ԿԸՀ-ի վերադարձնելու որոշումը, ոչ թե ինչ որ իրավական միջոց է ձեռնարկել, նույնությամբ մի քանի օր անց բերել ներկայացրել։ Այսինքն ոնց որ սենց անալոգիա փորձեմ անել, հա, պատկերացրեք դուք մեկին մի առաջարկ արել եք, ինքը մերժում է, նույն առաջարկը նորից բերում եք, ասում եք հիմա մի մերժ։ Ու իրենք տենց են անում, էլ չեն մերժում։ Հովհաննիսյան ինչ ընթացակարգով է ազգային ժողովը պատգամավորի մանդատի ձգտում եւ արդյոք կունեներ բավականաչափ Բավականաչափ ձայները ունեն, պարզապես դիմող սուբյեկտը լինում է գլխավոր դատախազը եւ այն լինում է դռնբացության կարգով։ Այստեղ ոնց նկատեցիք, դատախազությունը հատուկ պնդեց նիստի ընթացքում, որ միջնորդության քննությունը իրականացվի դռնփակության կարգով։ Այսինքն մեղմ ասած այդքան էլ ցանկություն չունեն, որ նշվածը բոլորի հանրության աչքի առաջ ներկայացվի, որ օրինակ ներկայացվում է մի միջնորդություն, գրված իբր Նարեկ Կարապետյանին վերաբերող, ներկայացրել են 1000 թերթից նյութ, որտեղ ոչ միտեղ Նարեկ Կարապետյան մարդ չկա։ Իդեպ միտեղ Նարեկ անուն կա հիշատակված, բայց պարզվում է դա էլ Նարեկ Կարապետյանի մասին չէ։ Հիմա կուզեմ նորից հստակեցնել, այսինքն ստացվում է, եթե անգամ այս համաձայնությունը կհանդա, որը դուք գնահատում եք ապօրինություն ամեն դեպքում։ Ամբողջը Երևանից սկսած նա Բայց ամեն ապօրինություն։ դեպքում դուք ասում եք, որ օգոստոսի 2-ին արդեն պետք է ազատ Նշվածը ոչ մի ես գտնում եմ, որ անհապաղ Երևանից, որովհետև պատգամավորի կարգավիճակը 3 տրվել է։ Այլ հարց, որ ես կարող եմ հայտնել, որ տվյալը, որը ունեմ այս պայդերությամբ, իրավապահ մարմինների մեկնաբանման տիրույթում օգոստոսի 2-ն է դիտարկվում որպես այդ նորմալ պիտի ներկայացնեք պետք է իհարկե, որովհետև պատգամավորի կարգավիճակը տրվել է, որ պատկերացնեք 3 Դավիթ Ղազինյանը, Նարեկ Կարապետյանը, Հայկ Սուքասյանը, բոլորը ստացել են մի հատ հաստատող, վրան գրված վկայական ազգային ժողովի պատգամավոր։
տակը կա պարոն Հովակիմյանի ստորագրությունը եւ գրված է տրվել է 21.07.2026 այնտեղի դեպ գրված չի որ ուժի մեջ է մտնում օգոստոսի 2-ին գրված չի որ այս վկայականը վերցրեք բայց սա ոչ մի ուժ չունի այ օգոստոսի 2-ին նոր ուժ կունենա Այսինքն սա նույն այն Եթե իրավիճակը առանց պատշաճ ընթացակարգի պատգամավորի նկատմամբ իրական հետապնդում է հարուցվում, այսինքն առանց անձեռնունքելիությունը մաքարը, դա հետապնդումը բացառող հանգամանք։ Հիմա այս ամբողջ գործընթացը ձեր օգտի, ստացվում է, որ հաղթումով անձեռնունքելիությունը հաղթահարում են եւ դա քրեական Դուք դատավարական բնույթի, այսպես ասած, փաստարկի տիրույթ ունեք նայում։ Մի երևույթ, որը ակնհայտ բիրտ կերպ ապօրինի է, երբեք օգուտ որևէ մեկին չի կարող լինել։ Որովհետև մենք եթե վերցնում ենք ընկալումը իրավունքի գերակայության, նույնիսկ եթե հաստաբանի դիրքերից դա դատավարական լավ փաստարկ կարող է լինել, դա չի կարող ընդունելի լինել, որովհետև մենք խոսում ենք հանրային իշխանության մարմինների մասին, մենք խոսում ենք ԿԸՀ-ի մասին, մենք խոսում ենք դատախազության մասին, այսինքն մարմիններ, որոնք պետք է սահմանափակված լինեն մարդու իրավունքներով, որպես անմիջականորեն գործող նորմեր, բայց հենց ճիշտ հակառակն ենք տենում դրա։ հարց էլ էլի պարոն Վարդևանյան։ Վերջին հարցը, եթե դուք ասում եք, որ իրավապահների մեկնաբանության օգոստոսի 2-ն է համարվելու պատգամավորների ազատության մեջ լինելու այդ պայմանի Ոչ թե իրենք դա դիտարկում են որպես սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված պարտադիր վավերապայմանի ապահովման ելակետ կարգավիճակը իրենք այդ օրն նույնացնում են լիազորությունների ստանձնման հետ, որը ինքնին աբսուրդ է, որովհետև կա պատգամավորի կարգավիճակ եւ դրան հաջորդող լիազորությունների ստանձնման փուլ։ Սահմանադրական դատարանի 16-19 որոշման եզրափակիչ մասում ուղիղ գրված է պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից։ Չի ասում պատգամավորի լիազորությունների ստանձնման պահից, ասում է պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու Պարոն պահից։ Վարդևանյան, 2021-ի դեկտեմբերին, երբ ազատ արձակվեցին Հայաստան ֆրակցիայի պատգամավորները, այս իրավիճակը չստեղծվեց, որտեղ արդեն նրանց լիազորությունները ոնց որ դա է խնդիրը, որ այս նույն մեկնաբանության հաշվի առնելով, որ դիմումը սահմանադրական դատարանային ժամանակ ներկայացրել է ես, այն ժամանակ նախորդից մինչև ազգային ժողովի նիստը նման դիմում միջնորդություն ներկայացրել, որ հաշվի առնելով ազգային ժողովի պատգամավորի վկայականը, անձինք պետք է արդեն ազատ արձակվեն։ Դատախազությունը այդ մեկնաբանությունը չէր ընդունել եւ դատախազության մեկնաբանությունը չընդունել։ Իմ նույն նախկինում ներկայացված դիմումը եւ այն բոլորը ներկայացվել են սահմանադրական դատարանում։ Եվ այն կառուցվածքը փաստարկների, որը ներկայացվել էր, վերաբերում էր հենց դրան, որ կարգավիճակը ստանալու պահից պետք է լինեն ազատության մեջ։ Դատախազությունը գտնում էր, որ քանի որ մինչև պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը անձանց նկատմամբ քրեական հետապնդում կա, հետևաբար նշանակություն չունի, թե ինչ է եղել դրան հաջորդած ժամանակահատվածում։ Եվ սահմանադրական դատարանը ուղիղ արձանագրեց դատախազության մեկնաբանման հակասահմանադրական լինելը։ Հակասահմանադրական լինելը, իդեպ Տիկին Մամուլյանը չի տախապեմ, այդ ժամանակահատվածում նաև դատախազության ներկայացուցիչներից, թե Արթուր Դավթյանը, թե Գևորգ Բաղդասարյան իրենց անհամաձայնությունն էին արտահայտում սահմանադրական դատարանի նշված որոշման հետ, բայց որոշումը իհարկե կատարվել է։ Հիմա այդ փաստորեն Աննա Վարդապետյանն է անտեսում ՍԴ որոշումը։ Բավարար դեռևս այդ արձանագրումը բավարար տվյալ դեռևս չունը, կհիմնավորեմ ինչի համար, որովհետև Դավիթ Ղազինյանի դեպքում գործը ուղարկեցին դատարան միջև վկայականների տրամադրումը։ Բայց դա ինչ է նշանակում։ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ։ Ոչ մի մարմին չկա, որ Դավիթ Ղազինյանի մասը։ Այս պահի դրությամբ նաև թույլ տվեք նշված տվյալը բացահայտեմ, Դավիթ Ղազինյանի գործը 3 ուղարկվել էր ռեկորդային արագությամբ հակակոռուպցիոն դատարան, արդեն տեղի է ունեցել մակագրումը։ Կա դատավորը, որ պետք է քննի Դավիթ Ղազինյանի գործը, Լևոն Պետրոսյանը, արդեն ներկայացվել է հրատապ միջնորդություն, որ վարույց ստանձնելու, դատական նիստ նշանակելու եւ Դավիթ Ղազինյանի խափանման միջոցի անհապաղ վերացման վերաբերյալ հույս ունենանք, որ չնայած դատավարական կնճռոտ սահմանափակումներին, մենք ունենանք իրավիճակ, որ անհապաղ նիստը կգումարվի։ Ես ներողություն եմ խնդրում, Հայկ Սուքիասյանի դեպքում տեղեկացված եմ, որ պաշտպանը եւս միջնորդություն ներկայացրել է դատախազությանը, բայց դեռևս պատասխանը չկա, ես դրա համար էի ասում, անտեսելու վերաբերյալ տվյալը եւ դիրքորոշումը երևի թե հենց այսօր արդեն կարձանագրեմ, երևի օրվա վերջ։ Բավականյանը ասում են, որ այն միջնորդություններ կան այլ անդրադարձներ, որոնք վերադարձել են ձեր փոխանցումից կան,
Ճիշտն ասած դուք ավելի լավ եք տեղեկացված իր հայտարարություններից, քան ես։ Անկեղծորեն ես չեմ հետևել եւ մեծ ցավ եմ անում դրա համար։ Ներողություն եմ խնդրում, 2 րոպեես ընդմիջում ունենամ ու բարձրանամ։ Հաստական հիմք չի ներկայացել, այս երկրորդ անգամ Պատկերացրեք տեսեք նույն միջնորդությունը ըստ էության երկրորդ անգամ հարուցելու դեպքում դրանք կամ վերադարձում են կամ առանց քննության են թողնվում։ Սա իրավական աքսիոմա է։ Բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովում կան կենտրոնական ընտրական հանձնաժողովի աքսիոմաներ։ Դրանք Տիկին Մամուլյան ներկայացրել է միջնորդությունը 2026 թվականի հուլիսի 13-ին։ Հուլիսի 13-ը եւ հուլիսի 21-ը իրարից բավականին տարբերվող են։ Հետևաբար, քանի որ դատախազությունը ներկայացրել էր հուլիսի 13-ին, դատախազության հուլիսի 13-ի բովանդակության միջնորդությունը ենթակա է մերժման։ Հա, այսինքն դատախազությունը հուլիսի 13-ին 14-ին է, բայց սա վերջնական ամփոփումը, Սահմանադրական դատարանի որոշումը եղել է հուլիսի 5-ին։ Հուլիսի 5-ին կամ 4-ին։ Դրանից հետո նոր իրավական հիմք է ԿՀ-ն ամփոփել է մանդատների տրամադրումը հուլիսի 21-ին։ Դատախազությունը ներկայացրել է հուլիսի 13-ին։ Իրադարձությունների այս շղթան հավասար է ապօրինության, իրավունքի, ժխտողականության, պրիմիտիվ քաղաքական հետապնդման։ Կներեք, կվերադառնամ գործընկերներ։